Ռադիոժան Գյումրիի եթերում լրատվության ժամը այսօր փետրվարի 16-ն է, երկուշաբթի։ Ավարտվել է 2026 թվականի հերթական ընտրություններում քաղաքացիական պայմանագիր կուսակցության ընտրական ցուցակի հաստատման առաջին փուլի քվեարկության ձայների հաշվարկը։ Քվեարկության նախնական արդյունքներով ամենաշատ քվեները ստացել է կուսակցության վարչության նախագահ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ցուցակի առաջին հնգյակում են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և կուսակցության վարչության փոխնախագահ ազգային ժողովի պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։ Ազգային ժողովի նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցներին այս անգամ մասնակցել են պատիվ ունեմ և քաղաքացիական պայմանագիր խմբակցությունների ներկայացուցիչները։ Անդրադարձ է կատարվել նաև կաթողիկոսի նկատմամբ հարուցված քրեական հետապնդմանը։ Ինչ վերաբերում է վերափառի դեմ այդ քրեական վարույթին, սա այն տրամաբանական քայլերի շարունակությունն է, որը առնվազն ավելի խտացված մենք տեսել ենք 2025 թվականի հունիս ամիսներից հետո։ Ինչու եմ ասում խտացված, որովհետև Մայր աթոռի հոգևորականների դեմ տարաբնույթ հարձակումները 2018 թվականից հետո են եղել, տարբեր փուլերում ակտիվացել են եւ այլն, սակայն վերջին շրջափուլը, որը կարծես թե իշխանության շատ ավելի հավաքական հարձակման ժամանակահատվածն է, 25 թվականի հունիսից է արտահայտվել եւ ակնհայտորեն ինչ-որ փուլում պետք է բերեր այսպիսի դրսևորման, ինչը նաեւ կարծում եմ որոշակիորեն կանխատեսելի էր։ Ինչի եղավ հենց այս պահին, կարծում եմ որ բոլորի համար ակնհայտ էր, որ Եպիսկոպոսատ ժողովի կազմակերպման մասով էր սա այս որոշակի արագացված գործողությունները պայմանավորված, կրկնում եմ, ակնհայտորեն ինչ-որ փուլում լինելու էր այսպիսի դրսևորում, այսպիսի մեծ եւ մասշտաբային համակարգային հարձակումների պարագայում, բայց որոշակի գործողությունները արագացվեցին կապված Վիեննայում նախատեսված այդ հայտնի ժողովի հետ։ Դրանք իրավական գործընթացներ են, որոնց մեկնաբանության ուրեմն վերաբերյալ պետք է դիմել իրավապահ մարմիններին։ Եթե ձեր հարցը այն մասին է, որ ինչու եք փորձում ամեն կերպ խոչընդոտել եպիսկոպոսատ ժողովը կամ ձեր իշխանության օրոք Կտրիչ Ներսիսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցում, մեր իշխանության օրոք Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները հավասար են օրենքի առաջ։ Սա է ձեր հարցի պատասխանը, եւ եթե կա ուրեմն իրավական process հարուցելու անհրաժեշտություն, այդ իրավական process-ը պետք է հարուցվի անկախ Հայաստանի Հանրապետության որևէ քաղաքացու կարգավիճակից։ Ինչ վերաբերվում է ձեր երկրորդ հարցին, մեր ամենօրյա աշխատանքն է, մեր հայրենակիցների վերադարձի շուրջ աշխատանքը եւ նաեւ դուք տեսնում եք դրա արդյունքները։ Իհարկե ոչ մեր ցանկալի ժամանակամիջոցում, ոչ մեր ցանկալի ձևով, բայց ամեն դեպքում զուգահեռաբար ունենալով ձեր մատնանշած խոսույթը, դրան զուգահեռ նաև մենք ունենում ենք հաջողություններ, հետևաբար ես կխնդրեմ գերիների թեմայի վերաբերյալ ուրեմն իմանալ վստահաբար, որ ամենօրյա աշխատանք է տարվում այս իմաստով եւ մենք ամեն ինչ անելու ենք, որ մեր հայրենակիցները վերադառնան Հայաստան, իսկ խոսույթը ելի եմ կրկնում, բազմաթիվ իրավիճակներում խոսույթը չի համապատասխանել մեր ակնկալիքներին, բայց հողի վրա մենք ունեցել ենք թեև փոքր, ինչու ոչ միայն փոքր, նաեւ մեծ հաջողություններ։ Շնորհակալ եմ։ Ինչպես արդեն նշվել է, 2026 թվականի ապրիլի 1-ից Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կենսաթոշակները եւ նպաստները վճարվելու են բացառապես անկանխիկ եղանակով։ Խնդիրն այն է, որ մինչ օրս կան 3 խումբ քաղաքացիներ, որոնց թոշակներն ու նպաստները վճարվում են կանխիկ։ Հարցի հետ կապված այսօր պարզաբանումներ են ներկայացրել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչները։ Նրանք հիշեցրել են, որ 2026 թվականի մարտի 5-ից կենսաթոշակը կամ նպաստը կանխիկ եղանակով ստացող եւ վճարման եղանակի փոփոխության դիմում չներկայացրած քաղաքացիների բանկի ընտրությունը կատարվելու է ինքնաշխատ եղանակով։ Գործող կարգավորումների շրջանակում այս համակարգից դուրս մնացին 75 տարին գերազանցած մեր կենսաթոշակառուները, առաջին եւ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձիկ կամ ֆունկցիոնալության գնահատման համակարգի տերմիններով ասած ֆունկցիոնալության ծանր կամ խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձիկ։ Այսինքն ներկա այս փուլում այս 3 խումբ շահառուները եւս
կվճարվեն անկանխիկ եղանակով, այսինքն բանկերի միջոցով։ Ինչու կայացվեց այս որոշումը, մնացել են հիմնականում այն տեղաշարժման սահմանափակում ունեցող մեր շահառուները եւ այնուհանդերձ որոշվեց, որ այս դեպքում եւս անցնելու են անկանխիկ վճարման։ Որոշումները կայացվում են ընդհանուր պետական քաղաքականության համատեքստում, արդիական է, էական է, կարևորվում է հնարավորինս մեծ թվով անկանխիկ գործառնություններ կատարելը, անկանխիկ գործառնությունների շրջանակ ընդլայնելը։ Մյուս կողմից կառավարությունը որդեգրել է քաղաքականություն, որ կենսաթոշակի աճը ապահովում է ի հաշիվ հետվճարի, այսինքն անկանխիկ գնումների։ Եվ ստացվում է մի իրավիճակ, որ եթե կենսաթոշակառուն իր կենսաթոշակը ստանում է կենսաթոշակային քարտով, ապա նրա կենսաթոշակն ավելանում է։ Իդեպ ասեմ, որ փետրվարին արդեն առաջին անգամ նոր դրույքաչափերով կհաշվի հետվճարը եւ առավելագույն չափը կկազմի 10,000 դրամ կամ կատարած անկանխիկ գործառնությունների 20%-ը։ Մյուս կողմից ստացվում է այն անձը, երկու անձ ունեն նույն կենսաթոշակը, մեկը հնարավորություն է ստանում առավելագույն 10,000 դրամով լրացուցիչ գումար ստանալ, որտեղ ինքը ստանում է անկանխիկ եղանակով, իսկ մյուսը, որ ստանում է կանխիկ եղանակով, այդ հնարավորությունը չունի։ Համակարգի ներդրումից հետո բոլոր կենսաթոշակառուներն արդեն հնարավորություն կունենան անկանխիկ եղանակով գործառնություններից ստանալ իրենց հետվճարները։ Մենք ունենք այնպիսի պատկեր, որ նախորդ տարվա համեմատ կանխիկով ստացող շահառուների թվաքանակը զգալի նվազել է, անցած տարվա համեմատ տարվա վերջին ունեինք մոտ 50,000 շահառուներ, որոնք ստանում էին իրենց կենսաթոշակի եւ նպաստները կանխիկ եղանակով, ներկա պահին այսօրվա տվյալներով դրանք շուրջ 26,000 են։ Սակայն այնուամենայնիվ այս 26,000 շահառուներին էլ խնդրում եւ հորդորում ենք, որ իրենց վճարման եղանակի փոփոխությունը, եթե նրանք հնարավորություն ունեն, դա կատարեն ինքնուրույն ու դա կատարեն մինչև մարտի 1-ը, ինչպես նշեց Տիկին Գալստյանը, մարտի 1-ը ընտրվել է նրա համար, որպեսզի հնարավոր լինի խուսափել բոլոր այն հնարավոր հերթերից, որոնք կառաջանան վերջին պահին, ու նաև հնարավորություն տալ բանկերին, բանկային հաշվի պայմանագիրը կնքել, բանկերի քարտերը թողարկել եւ եթե կլինեն քաղաքացիներ, ովքեր կունենան տեղաշարժման սահմանափակումներ, նրանց բանկային քարտի առաքումը իրականացնել մինչև ապրիլ ամիսը։ Այս գործընթացում, եթե պետք է նշել, որ մարտի 5-ից մինչև ապրիլի 1-ը բանկի ընտրության փոփոխությունը հնարավոր չի լինի կատարել այդ պարզ պատճառով, որ նշեցի, որպեսզի կարողանանք համակարգային մոտեցում ցուցաբերել, որ միասնական սոցիալական ծառայությունն էլ ունենա այդ հնարավորությունը այդ մի քանի օրերում 20 օրվա ընթացքում կարողանա կազմակերպել այդ ամբողջ գործընթացը։ Նշված գործընթացում, եթե կլինեն քաղաքացիներ, ովքեր կունենան դժվարություններ օբյեկտիվ պատճառներից ելնելով անհրաժեշտ փաստաթղթերը ստորագրելու հարցում, սուրանդակային ծառայությունների հետ մեկտեղ նաև միասնական սոցիալական ծառայության աշխատակիցների մասնակցությունը կապահովվի։ Տարվա գլխավոր ֆորումը Մյունխենի անվտանգության համաժողովը, որը նվիրված էր եվրոպական անվտանգության հարցերին, անցել է առանց սկանդալների։ Համաժողովին ներկայ են եղել պետությունների եւ կառավարությունների ռեկորդային թվով անդամներ, ավելի քան 60 պետությունների եւ կառավարությունների ղեկավարներ, ինչպես նաեւ մոտ 100 երկրների պաշտպանության նախարարներ։ Միացյալ Նահանգները Եվրոպային կոչ է արել միանալ այն ուղեգծին, որն ընտրել են Դոնալդ Թրամփն ու ամերիկյան վարչակազմը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Մյունխենի անվտանգության համաժողովում։ Միացյալ Նահանգները չի ցանկանում տեսնել մեղավորության եւ ամոթի զգացումով կաշկանդված դաշնակիցներ։ Ամերիկային դաշնակիցներ են պետք, որոնք հպարտանում են իրենց մշակույթով եւ ժառանգությամբ։ Ամերիկացիների համար տունը գտնվում է արևմտյան կիսագնդում, բայց Ամերիկան միշտ մնում է Եվրոպայի երեխան։ Նա հավելել է, որ Միացյալ Նահանգները ճանապարհ է հարթում դեպի բարգավաճման նոր դարաշրջան։ Ռուբիոն համաժողովում քննադատել է ՄԱԿ-ը, նշելով, որ այն չարդարացրեց իրեն ընթացիկ ամենասուր խնդիրները լուծելու հարցում, այդ թվում Գազայում ու Ուկրաինայում պատերազմի դադարեցումը։ Նրա խոսքով չի կարելի թույլ տալ, որ գլոբալ կայունությանը սպառնացող երկրները թաքնվեն միջազգային իրավունքի վերացական նորմերի հետևում, որոնք իրենք են խախտում։ ԱՄՆ-ին պետք չէ, որ Եվրոպան լինի ԱՄՆ վասալը եւ կախվածություն ունենա իրենից, հայտարարել է պետքարտուղար Ռուբիոն մեկնաբանելով Վաշինգտոնի դերը ՆԱՏՕ-ի շրջանակներում կոլեկտիվ անվտանգության ապահովման գործում։
Ոչ մի կառավարության համար չկա ավելի կարևոր պարտավորություն, քան սեփական ժողովրդին եւ ազգին պաշտպանելու կարողությունը։ Ահա թե ինչու մենք խոսում ենք մեր գործընկերների ՆԱՏՕ-ում կարողություններ ունենալու կարևորության մասին։ Ամեն անգամ, երբ մենք խոսում ենք այդ մասին, մարդիկ խուճապի են մատնվում։ Նրանք մտածում են, «Օ, դա նշանակում է, որ դուք լքելու եք ՆԱՏՕ-ն, լքելու եք ձեր դաշնակիցներին»։ Կարծում եմ, մենք փորձում ենք ընդգծել, որ որքան ուժեղ են մեր դաշնակիցներն, այնքան ուժեղ ենք մենք միասին։ Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալասը ելույթ է ունեցել Մյունխենի անվտանգության համաժողովում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կողմից եվրոպացի դաշնակիցներին ուղղված որոշ չափով հանգստացնող ուղերձից մեկ օր անց։ Ի տարբերություն այն բանի, ինչ ոմանք կարող են ասել, անկումային Եվրոպան քաղաքակրթական ոչնչացման առջև չի կանգնած։ Իրականում մարդիկ դեռ ցանկանում են միանալ մեր ակումբին եւ ոչ միայն եվրոպացիները։ Կալասը հավելել է, որ անցյալ տարի Կանադա այցելելիս իրեն ասել էր, որ այնտեղի շատ մարդիկ հետաքրքրված են Եվրամիությանը միանալու հարցով։ Կալասը նաև հայտարարել է, որ Ռուբիոյի ելույթը կարևոր ուղերձ է այն մասին, որ Եվրոպան եւ Ամերիկան փոխկապակցված են եւ կմնան փոխկապակցված, չնայած նրան, որ իրենք բոլոր հարցերում համաձայնության չեն գալիս։ Մյունխենի անվտանգության համաժողովի ընթացքում հայտարարություններով է հանդես եկել նաև Վլադիմիր Զելենսկին։ Խոսելով Վաշինգտոնի միջնորդությամբ Կիև-Մոսկվա բանակցությունների մասին նա ընդգծել է. «Սխալ է, որ Եվրոպան բանակցությունների սեղանի շուրջ չէ»։ Ուկրաինայի նախագահը հույս է հայտնել, որ Ժնևում կայանալիք բանակցությունները կառուցողական կլինեն։ Սակայն երբեմն թվում է, թե կողմերը խոսում են տարբեր բաների մասին, իսկ երբ խոսվում է զիջումների անհրաժեշտության մասին, դա սովորաբար ենթադրում է զիջումներ Կիևի, այլ ոչ Ռուսաստանի կողմից։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը Մյունխենի անվտանգության համաժողովի իր ելույթում հայտարարել է, որ համաշխարհային առաջնորդները պետք է պատրաստ լինեն Ռուսաստանից եկող վտանգներին։ Դրա խոսքով նույնիսկ եթե Ուկրաինայում խաղաղության համաձայնություն ձեռք բերվի, Եվրոպայի համար վտանգն այլքանով չի ավարտվի, այլ միայն կմեծանա։ Մեծ Բրիտանիայի վարչապետը կոչ է արել Եվրոպային ոտքի կանգնել եւ մի կողմ դնել կարճաժամկետ շահերը անուն համատեղ աշխատանքի։ Ալլա Ղալաչյան, Հորիզոն։ Տեխնոլոգիաները նոր ձևաչափ ու նոր որակ են բերում սպասարկման ոլորտում։ Հերթական ու եզակի գաղափարով է ներկայանում Արաքս հյուրանոցային համալիրը։ 2 տարի առաջ ընկերությունը մի հետաքրքիր խաղանիշով աչքի ընկավ, բացելով Գյումրի Էքսպրես ռեստորանը, ոլորտում կրեատիվ լուծում կիրառեց ուտեստների մատուցում գնացքներով։ Շարունակելով Էքսպրեսի գաղափարը, դարձյալ ռեստորանային բիզնեսում հանդես է գալիս նորարար ձևաչափով։ Հայաստանում առաջին անգամ եւ նորաբաց Կոսմո Էքսպրես ռեստորանում ձեզ կսպասարկեն ինտերակտիվ սմարթ սեղաններով։ Շիրազի 25 Արաքս հյուրանոցային համալիրի տարածք հայտնի իր բացօթյա եւ համեղ էքսպրես կանգառների սրճարաններով։ Հիմա նույն հասցեում նոր ու նորարար ժամանցային վայր է դռները բացել։ Աստիճանները ձեզ տանում են երկրորդ հարկ Կոսմո Էքսպրես ռեստորան, որտեղ ամեն ինչ տիեզերական է, ինտերիերից մինչև սպասարկում։ Կոսմո Էքսպրեսը ժամանցի այն վայրն է, որը եկել է լրացնելու, դառնալու կրեատիվ այն միջավայրը, որը 2 տարի առաջ ստեղծեց Էքսպրես ռեստորանը, մատուցման յուրատիպ տարբերակով, գնացքներով։ Եթե ներքևում շեշտը տրված էր գնացքների վրա, այստեղ մենք ստեղծել ենք տիեզերական մթնոլորտ, այսինքն մարդը մտնելով մեր մոտ, իրեն զգում է որպես տիեզերանավի հաճախորդ եւ նոր տպավորություններ է ստանում արդեն ապագայի մեջ իրեն պատկերացնելով։ Դրա համար էլ այս մեր նոր ռեստորանը, մեր նոր մոդելը կոչվում է Կոսմո Էքսպրես, որը տրամաբանորեն շարունակում է Գյումրի Էքսպրեսի մեր տրամաբանությունը։ Ստեղծարար մտքից այստեղ յուրօրինակ նախագծեր են ծնվում։ Կոսմո Էքսպրեսում միջավայր ձևավորողները տեխնոլոգիական լուծումներն են։ Նորամուծությունը, որը Արաքս 95 ընկերության գաղափարն է, ռեստորանային ոլորտում նոր ու եզակիներից է, ինչպես էքսպրես համեղ կանգառները։ Կոսմո Էքսպրես ռեստորանում սպասարկումը հատուկ մշակված համակարգչային ծրագրով է, որը թույլ է տալիս հաճախորդին պատվերն ինքնուրույն գրանցել եւ պատկերացնում եք ինտերակտիվ սմարթ սեղանների միջոցով։ Առաջին անգամ Հայաստանում կիրառվել են սմարթ ինտերակտիվ սեղաններ, որոնց օգնությամբ մարդիկ կարող են ծանոթանալ կերակրատեսակներին, բարին, կարող են ինտերակտիվ խաղերից օգտվել, կարող են այլ ինտերակտիվ ծառայություններից օգտվել եւ այդ սեղանների վրա անմիջապես նրանք կարող են նաեւ ընտրել, ճաշել եւ անցկացնել իրենց ժամանցը։ Ամենակարևորը, որ այստեղ մեր համար կարգախոսը, եթե Գյումրիում նոր համերի կայարան է, ապա այստեղ տիեզերական համերի, այսպես ճամփորդություն է, կայարան է, բայց պետք է շեշտեմ ամենակարևորը երկրային գներով եւ դեռ ավելին, ավելացնեմ ոչ միայն երկրային գներ, այլ խիստ գյումրվա գներով։
Այսպիսի հետաքրքիր միջավայրում համերի ճամփորդությունը Կոսմո Էքսպրեսում տեխնոլոգիական հնարքների շնորհիվ նաև պարզ ու մատչելի է։ Մշակված ծրագիրը հասանելի է բոլորին։ Երբ որ մոտենում է հաճախորդները մոտենում են սեղանին, կա այսպիսի տարբերակ ընտրելու թե իրենք քանի անձով են մոտեցել, այսինքն 1-ից մինչև 4 անձի համար նախատեսված, հնարավոր է ընթացքում նաև թարմացումներ ունենանք ավելի շատ անձերի քանակով ներապաստ լինի ծրագրային ապահովման մեջ։ Օրինակ, հաճախորդները հյուրերը մոտեցել են 2 կամ 3 անձով, մոտավորապես նշում ենք 3 անձով եթե մոտեցել են, բացվում սեղանը կիսվում է 3 առանձին մասերի։ 3 առանձին մասերի կիսվելու ընթացքում հաճախորդը սկսում է իր պատվերը գրանցել կամ խոհանոցից, այսինքն այստեղ հնարավորություն ունի ծանոթանալու խոհանոցի մենյուին, փոխելով տարբեր բաժիններ, ասեմ որ մենյուն նաև հնարավորություն ունի տարբեր լեզուներով օգտագործելու հայերեն, ռուսերեն ու անգլերեն, որ բոլորի համար ինքը հասանելի լինի ու հեշտ օգտագործվող լինի։ Հաստատելով պատվերը, տվյալ պատվերը ուղարկվում է մատուցողին։ Մատուցողը արդեն ծանոթանում է թե ինչ պատվեր պետք է իրականացնի ու ըստ այդմ մոտենում է տվյալ հաճախորդի պատվերը հաստատելու։ Իսկ պատվերը շատ չի ուշանում, սպասման րոպեները հաստատ ձանձրալի չեն լինի հատկապես երեխաների համար։ Ինտերակտիվ խելացի սեղանն առաջարկում է տարբեր համակարգչային խաղեր։ Խաղերից օրինակ ունենք շախմատային խաղ, որը ըստ անհրաժեշտության, եթե 2 հաճախորդ են, կարող է մեկը մյուսին հրավիրել ու հրավիրելու ընթացքում մեկ ամբողջական շախմատ խաղալու։ Եթե ուզում են մենակով կարող են նույն խաղը խաղալ։ Կոսմո Էքսպրեսի խոհանոցում ճաշացանքն էլ հարուստ է։ Եվրոպական եւ հայկական ախորժելի ուտեստներին նորերն են ավելացել։ Այստեղ կարելի է համտեսել նաև ճապոնական խոհանոցի տարածված ուտեստը սուշին, իսկ զովացնող ու հագեցնող նոր համ ու հոտերով կոկտեյլները անպակաս են։ Ընտանեկան, ընկերական, փոքր հավաքույթների ու միջոցառումների հարմար վայր է Կոսմո Էքսպրեսը, որտեղ ինտերիերին համահունչ գույն կա տրամադրություն երաժշտական նախասիրություններով։ Ընտրել ենք այնպիսի ձևաչափ, որ թե ծնունդ, թե կնունկ, թե հարսանիք, այսինքն այսպես մեծ հանդիսությունների համար մեր սրահները կարող են աշխատել։ Եվ մյուս կողմից ընդհակառակ կարող է եւ կարաոկե աշխատի, կարող եւ այսպես ակումբային աշխատի։ Նույնիսկ նախատեսում ենք, որտեղ հնարավորությունները մեզ թույլ են, այսպես տեսնում ենք մեր ետևում, այսպես լայնաէկրան մի ամբողջ պատ է մեծ եւ 2 այդպիսի մենք էկրանային պատ ունենք, որտեղ կարող նույնիսկ ֆուտբոլի դիտումներ լինի, գուցե նաեւ կինոդիտումներ լինի։ Կոսմո Էքսպրեսում հաճույք ու վայելք են դառնում հանդիպումներն ու երեկոները, շոու ներկայացումների, երաժշտական կենդանի կատարումների ուղեկցությամբ մինչև ուշ երեկո։ Մարինե Տերբինյան, Վահագն Վարագյան, Հորիզոն։ Այժմ լրահոսն այսպիսին էր, նորությունների սպասեք մեր հաջորդ թողարկումներում։